Շատ լավ։ Շնորհակալ եմ աղոթների համար, որ վստահ եմ աղոթում եք մեր գնալու գազet կապված։ Իրապես բավականին ժամանակ անցկացրեցին բարգասում, շատ դեպքերում մեկ-մեկ հարցն ասում եմ, թե մոտավորապես 5 օր գնացել եք, երկրորդ սեմինարի մասնակցել։ Ապարին ընթացքը տարբեր քննարկումներ օգնում են, որպեսզի էլ ավելի որպես եղբայրներ միաբան լինենք ու միտք ունենանք, բնականաբար թե թեմաները, թե այն ժամանակ, որ անցկացրեցինք Տիրոջը փառք, իրապես ուրախ էի, որ կային եղբայրներ, որ գնահատեցին, եկան, ասել, որ դժվար է ճանապարհը։ Շնորհակալ եմ նաև ովիդ եղբորիցս, որ այս ճանապարհին մեքենայի վրա տրամադրեց, միասին գնացինք և Հայկ եղբայրս էլ նույնպես երեքովս բավականին ծանր ճանապարհ անցանք, բայց փառք Աստծուն պահեց։ Աղոթում եք նաև Հայկ եղբոր համար ու Արմեն եղբոր համար, որ հիմա տեղափոխվում արդեն Գյումրի են հասել, այնտեղ պետք է ծառայություն մատուցեն, այնպես որ Տիրոջը փառք։ Ուրախ եմ, որ իրապես ամեն տեղ ունենք մեր եղբայրները ու ամեն ինչում փոխվելը փառավորվի։ Աղոթում եք Սամարայում, որտեղ ևս մեկ հայ ընտանիքի հետ ծանոթացանք, բարեթվավ խոսելու, այդ մարդիկ նորից պատրաստ են իրենց տունը տրամադրելու, ծառայություններ սկսելու համար, այնպես որ առաջ Աստված, երբ որ սեպտեմբերին գնալու ենք հաջորդ մեր ուսման ընթացքում, պետք է սկսենք փոքր խումբ, այսինքն տեսնենք ինչպես դերեք առաջնորդներ, այնպես որ աղոթով եղեք, Սամարայում ունենք ծանոթ մեր հայրենակիցներ, որպեսզի դերը առաջնորդի հետ ծառայության շրջանակում նույնպես։ Շատ լավ, սիրելիներ, պետք է շարունակենք Մատթեոսի ավետարանի մեր սերտողությունը կամ քարոզաշարքը և կխնդրեմ, որ բացեք Մատթեոսի 3-րդ գլուխ, ընթերցելու ենք 1-ից 6 համարները։ Ընդհանրապես, երբ որ խոսքը գնում է ծառայության մասին եկեղեցում, առհասարակ պետք է հասկանանք մի բան։ Ծառայությունը սկսվում այն ժամանակ, երբ որ Տերը ինչ-որ մեկին պատրաստում է, կանչում է և ուղղորդում է դեպի ծառայությանը։ Շատ դեպքերում, շատ եկեղեցիներում եմ տեսել, շատ դեպքերում տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում, որ ծառայությունները ուղղակի կատարում են զուտ ծառայություն անելու համար։ Չկա մեկ ով որ իրար այդ պատասխանատվությունը կվերցնի, կամ նույնիսկ գուցե և նույնիսկ կարիք չկա, բայց օրինակի համար բոլորը սովորել են, որ պետք է օրինակի համար եկեղեցում լինի երիտասարդաց ծառայություն, որը պարտադիր պետք է եկեղեցին երիտասարդաց ծառայություն ունենա։ Մանկական ծառայություն ունենա պարտադիր պետք է մանկական ծառայություն լինի, կարծես թե դա առաջնային ինչ-որ նպատակ է դառնում զուտ ասելը, որ մենք սա ունենք, սա ունենք, սա ունենք։ Այնինչ սրա մեջ ինչու՞մն է խնդիրը, որ նրանք ովքեր որ դրա կանչվածությունը չունեն, այս ցանկությունը չունեն, ծառայությունը կիսատ պրատալին ու արդյունքում ոչ մի բան տեղը տեղին, ինչ որպես որ հարկն է, ծառայությունը չի արվում։ Սա խնդրահարույց է։ Երկրորդ խնդիրը դա ծառայողի բնավորությունն է։ Նորից շատ դեպքերում մենք գուցե սխալվում ենք և ուշադրություն ենք դարձնում մարդկային կարողությունների վրա, այսինքն պատկերացրեք, մարդը որոշ առումով տաղանդավորը բավականին չարժան լեզու ունի և առաջնային կարծես տպավորություն է ստեղծում, որ այո հենց ինքը պետք է լինի այն ծառայողը, որին որ մենք երկար սպասում էինք։ Որ շատ դեպքերում ծառայողի բնավորության վրա ուշադրություն չի դարձնում։ Եթե ծառայողի բնավորությունը չի համապատասխանում ծառայողի նկարագրին, ինչքան էլ որ տաղանդավոր լինի, ինչքան էլ որ շնորհներով լինի, այդ մարդը ի վիճակի չի լինելու ճիշտ կերպով, աստվածահաճո կերպով ծառայություն մատուցելու։ Դրա համար նույնիսկ ավելի լավ է, որ այս ծառայողը որոշ առումով այդքան էլ կարողությունների մեջ
ճարտար չլինի, կամ այդքան էլ տենց չփայլի, չերևա, չառանձնանա, բայց եթե Աստվածը հաճո բնավորություն ունի, Տերը կպարնաստի և նույնիսկ շնորհելու տաղատերը կտա, որպեսզի այդ մեկը աճի։ Այդ մեկը տեղ ունի աճելու ծառայության շրջանակում։ Եթե նույնիսկ ինչ-որ բաներ թենյանը, բայց այդ մեկը, ով որ նույնիսկ ունի լավագույն պարգևներն ու շնորհները, բայց չունի ճիշտ բնավորությունը, այդ մարդը այդքան էլ պետքական չէ Աստծո ծառայության համար։ Այսօր խոսելու ենք այդ Աստծո մարդու նկարագրի մասին։ Ճիշտ է, պատմությունը վերցնելու ենք Հովհաննես Մկրտչի կյանքից ենք օրինակը վերցնելու, բայց այն նույնպես մեր կյանքերում կիրառելի է։ Խնդրեմ բացեք Մատթեոսի ավետարան 3-րդ գլուխ, ընթերցելու ենք 1-ից 6 համարները։ Մատթեոս 3, 1-ից 6 համարները։ Երեխեք ձեզ մի հատ առաջադրեմ։ Եթե կգրեք կամ կհիշեք քարոզիս ընթացքում 4 կետեր եմ ասելու։ 4 կետերից գոնե մեկը ու կասեք ինչի մասին է, ձեզ սյուրպրիզ է սպասում, լավ։ 4 կետերից գոնե մեկը կարողանաք ասել, ինչ եմ ասել, ու բացատրեք, ձեզ սյուրպրիզ է սպասում, շատ լավ։ Մատթեոսի ավետարան 3-րդ գլուխ 1-ից 6 համարները։ Այն օրերին հայտնվեց Հովհաննես Մկրտիչը, որ քարոզում էր Հրեաստանի անապատում և ասում. ապաշխարեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Սա նա է, ում մասին ասվել է Եսայի մարգարեի միջոցով. անապատում կանչողի ձայնն է, պատրաստեք Տիրոջ ճանապարհը, ուղի արեք նրա շավիղները, և ինքը Հովհաննեսը ուխտի բրդից հագուստ ուներ և մեջքին կաշվի գոտի։ Նրա կերակուրը մորև ու վայնի մեղր է, այդ ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմի, ամբողջ Հրեաստանի և Հորդանանի ողջ շրջակայքի բնակիչները, և նրա ձեռքով մկրտվում էին Հորդանանում և խոստովանում իրենց մեղքերը։ Եկեք աղոթենք։ Դրած ծծփարք են քեզ տալիս իրապես այս գեղեցիկ օրվա համար, որ դու ես ստեղծել, դու ես արարել, Տեր։ Աղոթում եմ, որ մեզ միաբան անես, որպեսզի խոսքը լսելով ընդունենք այն և քեզ փառավորենք, Տեր։ Այցելություն արա բոլոր նրանց, ովքեր որ այս պահին ինչ-ինչ պատճառներով բացակայում են, Տեր։ Դու այցելություն արա, եթե հիվանդություն ունեն, եթե ֆիզիկական տկարություններ ունեն, դու քո կամքիդ համեմատ բժշկիր ու ողորմիր, Տեր։ Եթե հոգևոր տկարություն ունեն, Տեր, այցելությունը քաջալերի, որպեսզի խոսքի շրջանակում միաբան լինենք, Տեր, որտեղ մեր ցանկությունը միշտ քո խոսքի մեջ լինելն է, քո խոսքի մեջ քայլելն է, քեզ ճանաչելն է և քեզ փառավորելն է։ Նաև աղոթում եմ, որպեսզի մեզ էլ այցելություն անես և փոխես, դարձնես քեզ հաճելի ծառայողներ ծառանել, Տեր, որպեսզի ամեն ինչի մեջ քո սուրբ անունը փառավորվի և դու մեծարվես։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, երբ որ կարդում եք ընդհանրապես Մատթեոսի ավետարանը, պետք է հիշեք մի բան, ես արդեն սրա մասին ասել եմ, որ 400 տարի է արդեն մինչև Հովհաննես Մկրտչի գալը լռության ժամանակահատված էր։ Իսրայելում երկար ժամանակ է որևիցե մարգարե դուրս չէր եկել և Աստծո խոսքը չէր փոխանցել։ Եվ 400 տարի լռությունից հետո ահա հայտնվում է մեկը, որպես մարգարե և սկսում է քարոզել, սկսում է ավետել և լուր է հայտնում, կարևոր լուր, որը որ երկար ժամանակ հրեաները սպասում են։ Եվ բնականաբար իր նպատակը և Հովհաննես Մկրտիչը ինքը հայտարարում է, որ ինքը ինչ է պատրաստում, ճանապարհ է պատրաստելու Մեսիայի համար կամ թագավորի համար։ Եվ այդ ծառայության շրջանակում Հովհաննեսը սկսում է խոսել։ Եվ այսօրվա քարոզի շրջանակում մենք ուշադրություն ենք դարձնելու իր բնութագրի մասին, ինչպիսին էր նա, որպես մեկը, ով որ մարդկանց առաջնորդում էր դեպի Հիսուս Քրիստոսը։ Հետևաբար Աստծո մարդը իր կյանքով և իր էությամբ պետք է ինչ անի, պետք է մարդկանց
ուղղորդի դեպի Հիսուս Քրիստոս։ Ինչ որ անում էր Հովանես Մկրտիչը։ Այսօր նայելու ենք 4 նկարագրի կամ ինչպիսին է Աստծո մարդը, այդ 4 բնորոշիչները։ Առաջինը Աստծո մարդը քարոզում է երկնքի թագավորության մասին։ Աստծո մարդը քարոզում է երկնքի թագավորության մասին։ Եկեք բացենք եւս մեկ անգամ ու կարդանք առաջի 2 համարները։ Այն օրերին հայտնվեց Հովանես Մկրտիչը։ Երբ որ ասում է այն օրերին, ի՞նչի նկատի ունի։ Կհիշեք առաջի գլուխը, երկրորդ գլուխը, որ խոսում էինք, երկրորդ գլխում ինչի մասին կարդացինք։ Հիսուսի ծնունդը կարդացինք երկրորդ գլխում, եւ դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Մոգերի այցներ, չէ՞, ամենավերջինը։ Մոգերի այցով ավարտվեց ամեն բան։ Եվ հիմա սկսվում է երկրորդ գլուխ ու ասում է այդ օրերին։ Այսինքն Մատթեոսը կոնկրետ օր չի ասում, բայց ասում է մոտավորապես այս ժամանակահատվածում են, երբ որ մոգերը գնացին, մի որոշ ժամանակ հետո տեղի է ունենում հետևյալ իրադարձությունը։ Հիմա թե Հովանես Մկրտչի պատանեկան տարիների մասին, ոչ էլ Հիսուս Քրիստոսի պատանեկան տարիների մասին, շատ մենք տեղեկատվություն չունենք։ Ղուկասի ավետարանում մի կարճ, մի փոքր հատված կա Հիսուսի մասին, գիտեք, երբ որ գնում էին տաճար եւ կորել էր, ծնողները ման էին գալիս, եւ վերջ դրանից բացի այլևս որևիցե տեղեկատվություն չունենք։ Բայց գիտենք մի բան, որ մոտավորապես Հիսուսի ու Հովանես Մկրտչի միջև մոտավորապես մի 6-ից մինչև մի տարվա տարբերություն կար։ Այսինքն, երբ որ Եղիսաբեթը հղի էր եւ Մարիամը հղի էին, իրանք հանդիպում ունեցան, իրար հետ բարեկամ էին նաեւ հեռու, բայց այնուամենայնիվ մենք միայն դա գիտենք։ Եվ ինչը տեղի ունենում։ Հովանես Մկրտիչը 30 տարեկան հասնելով սկսում է իր ծառայությունը, մինչև այդ չենք լսել իր մասին որևիցե մի բան։ Նույն բանը նաև տեղի ունենում Հիսուս Քրիստոսի հետ։ Բայց Հովանեսը գալիս է մի որոշ ժամանակ առաջ եւ սկսում է պատրաստել Քրիստոսի գալստյան մասին։ Ինչ քարոզ է քարոզում։ Ասում է այն օրերին հայտնվեց Հովանես Մկրտիչը, հիմա նորից Հովանես բառը բավականին տարածված անուն էր այդ ժամանակ, շատ Հովանեսներ կային, եւ եթե բառացի թարգմանենք, Հովանես նշանակում է Եհովան ողորմած է կամ Յահվեն ողորմած է։ Մկրտիչը ազգանունը չի, մենք ճիշտ է ունենք Մկրտչյան ազգանունով շատ մարդիկ, բայց Հովանես անունն էր, Մկրտիչ իր ինչն էր։ Ծառայություններ կամ գործունեություններ, ինչ որ ինքը անում էր, ինքը մարդկանց մկրտում էր։ Այսինքն դրա համար մենք ճանաչում ենք Հովանեսին որպես մկրտիչ, որը ինչ էր անում, քարոզում էր։ Քարոզչությունը կամ այն բառը, որ այստեղ օգտագործված է, զուտ ուղակի ուսուցանելու մասին չի խոսքը գնում։ Սա այն քարոզչությունն է, որը որ մարդկանց բարձրաձայն ինչ անում, հռչակվում է, հայտարարվում է։ Ինքը կանգնում են մարդկանց առաջ եւ հայտարարում էր այն, որ ինձանից հետո գալու է մեկը, ում նույնիսկ այդ կոշիկի ծայրը անգամ իրավունք չունեմ դիպչելու կամ արժանի չեմ դիպչելու։ Հովանեսը շատ հստակ հասկանում էր իր նպատակը գալու երկրից վրա եւ դրա համար քարոզում էր Հրեաստանի անապատում եւ ասում. Ապաշխարեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Գիտեք, երբ որ Ղուկասի ավետարանում կարդում ենք Հովանեսի մասին, տեսնում ենք, որ Հովանեսի ծնողները երկուսն էլ Ղևիի ցեղից էին, երկուսն էլ Աստծո առաջ արդար մարդիկ էին գրված, բայց մի հատ խնդիր ունեին։ Հիշում եք ինչ խնդիր ունեին։ Երեխա չէին կարողանում ունենային, երկար ժամանակ երեխա չէին կարողանում ունենային։ Ու հрьяաների համար, եթե որևիցե կին երեխա չէր կարողանում ունենալ, շատ դեպքերում զուգարներ էին քաշում օրենքի հետ կապված, ուրեմն ասում էին, սա բավականին շատ մեծ մեղք է գործ է, դրա պատճառով Տերը
ինչ է արել, արգանդը փակել է, որպեսզի երեխա չկարողանա ունենա։ Ու այս խնդիրը, այս բամբասանքները, այս ամեն ինչի միջով երկուսն էլ անցել էին։ Եվ ահա Զաքարիան, Հովանեսի հայրը, նորից որպես մի քահանա, որ շատ էին, հերթ ընկնում, որ ծառայություն պետք է անցկացնի տաճարում։ Ու տեղի անունում մի հրաշք։ Կարդում ենք Ղուկասի ավետարան առաջի գլուխ 11-ից 15 համարներն են կարդում։ Ղուկաս առաջի գլուխ 11-ից 15։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց խնկի սեղանի աջ կողմում կանգնած։ Զաքարյան տեսնելով շփոթվեց եւ նրա մեջ ահ ընկավ։ Հրեշտակը նրան ասաց. Մի վախեցիր Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսվեց։ Ուշադրություն դարձնում եք, այդ նեղության մեջ, այդ դժվարության մեջ ծնողները ինչ էին անում։ Ինքն էլ երկուսն էլ աղոթում էին, որպեսզի Տերը այցելություն անի։ Իրանք հասկանում էին, որ ամեն բան կախված է Աստծուց։ Եվ աղոթքի պատասխանը միանգամից չի լինում։ Երկուսն էլ արդեն բավականին ծերության մեջ էին։ Հիմա շատ դեպքերում մենք մի փոքր աղոթք ենք անում, միանգամից պատասխան չենք ստանում, արդեն վրդովում ենք։ Տեր Աստված, ինչքան պիտի սպասեմ։ Ախր մենք արդար ենք քո առաջ, ճիշտ ձևով ենք վարվում, քո ծառայողներն ենք։ Ինչի միանգամից հենց հիմա իմ հարցը, իմ խնդիրը միանգամից լուծում չի գտնում։ Բայց Տերը ուներ ծրագիր, ուներ ժամանակ, երբ որ այդ երեխան պետքա ծնվեր։ Դրա համար այստեղ հրեշտակն ասում է, ձեր աղոթքը Տերը լսեց, ձեր աղոթքը լսվեց, եւ քո կինը Եղիսաբեթը քեզ մի որդի կծնի, եւ նրա անունը Հովանես կդնես։ Ով էր որոշել Հովանեսի անունը։ Աստված ինքն էր որոշել, ինքն էլ ամեն բան ծրագրե, երբ պետքա ծնվի Հովանեսը, անունը ինչպիսին պետքա լինի, ինչ պայմաններում պետքա ծնվի եւ ինչպիսի ծնողներ պետքա ունենա։ Հասկանում եք, Աստծո մոտ որևիցե պատահականություն չի լինում, սիրելիներ։ Այո, սա մեր ապահովությունն է, հասկանում եք։ Տիրոջ գերիշխանությունը մեր կյանքում, դա մեր ապահովությունն է, մենք հասկանում ենք, որ Տիրոջ ձեռքերի մեջ ինչ էլ որ պատահի, ես պետք է ապավինեմ ու վստահեմ իրեն։ Ինքը իր ժամանակներն ունի, ինքը իր կամքն ունի։ Գուցե եւ որոշում կայացեր, որ երբևիցե այդ մարդիկ երեխա չպիտի ունենան։ Եվ այո, այդ կամքը, այդ որոշումը Տիրոջ բարի էր լինելու այդ ժամանակ այդ մարդկանց համար։ Եվ նույնպես եւ մեր կյանքում մենք շատ հստակ դա պետք է հասկանանք։ Դրա համար Հովանեսի ծնունդը շատ հստակ ծրագրավորված էր Աստծո կողմից։ Երբ պետքա ծնվի, ինչպիսի ծնողներ պետքա ունենա, ինչպիսի անուն պետքա ունենա եւ ինչպիսի առաքելություն պետքա ունենա։ Նա քեզ համար ուրախություն եւ ցնծություն կլինի, նրա ծնունդով շատերը կուրախանան, ինչի։ Ինչ էր ինքը ավետելու։ Բարի լուրն էր ավետելու, որ գալու է Մեսիան, այն մեկում, որ մենք սպասում ենք, ժամանակը եկել է եւ գալու է։ Այս բարի լուրը ինքը ավետելու էր մարդկանց, եւ նրանք, ովքեր որ ականջ ունեին լսելու էին եւ ուրախանալու էին։ Որովհետեւ նա Տիրոջ առաջ ինչպիսին կլինի, մեծ կլինի, գինի ու ցկի չի խմի ու դեռ իր մոր որովայնից Սուրբ Հոգով կլցվի։ Ուշադրություն դարձրեք, Տերը տալիս է նկարագրություն ինչպիսի կյանքով է ապրելու եւ Տերը տալիս է այն ծառայությունը, որով որ նա պետքա առաջնորդվեր, որ ասում է, որ մոր որովայնից ի վեր ծնվելուց հետո նույնիսկ ամբողջ իր կյանքը ինքը առաջնորդվելու է Սուրբ Հոգով։ Ինչ էր քարոզում, ապաշխարություն էր քարոզում Երուսաղեմում։ Հիմա մի բան պատկերացրեք, ընդհանրապես, ապաշխարությունը, ապաշխարության քարոզը, այդքան էլ հաճելի քարոզ է։ Չէ, մարդիկ չեն ուզում լսեն, որ իրանք կարիք ունեն ապաշխարելու։ Մարդիկ չեն ուզում լսեն, որ իրանք կարիք ունեն իրենց ճանապարհները փոխելու։ Ում էր քարոզելու Հովանեսը։ Հեթանոսներին։ Հրեաներին էին, չէ, հրեաներին էր քարոզելու։ Իսկ հրեաները իրանց մասին ինչ էին կարծում, որ իրանք ընտրված ազգն են, իրանք Աստծո արդարն են, Աստծո սուրբն են։ Նմանություններ չեք գտնում ինչ որ մի հատ ուրիշ ազգին, որ էլի շատ են խոսում։ Լավ էլ գտնում ենք, մենք հայերս, այս հայկական հպարտությունը, որ մենք ամենան ենք,
Սուրբ ազգ ենք, ընտրված ազգ ենք, առաջի քրիստոնյաներն ենք, ամենախելացին ենք։ Հասկանում եք, ես մեր մասին է նույնպես այս խոսքը։ Եվ այս մարդկանց մեջ Հովանեսը պետք է ապաշխարություն քարոզեր։ Եվ բնականաբար սա չէր ընդունվելու շատ գեղեցիկ կերպով։ Նույնպես եւ այսօր շատ եկեղեցիներում, երբ որ քարոզվում է ապաշխարություն դարձ, մարդկանց սա դուր չի գալի։ Մարդիկ չեն ուզում լսեն, որ իրանց գործերը, արարքները սխալ են, մեղավոր են, չեն ուզում լսեն։ Ուզում են լսեն, որ մարդը քարոզի, որ Աստված սեր է, Աստված օրհնում է, Աստված բժշկում է, եկեք ուրախ լինենք, եկեք ցնծանք։ Հասկանում եք, մարդիկ այս ձևի քարոզներ են ուզում լսեն։ Մարդիկ չեն ուզում լսեն, որ իրանք մեղքի մեջ են։ Մարդիկ չեն ուզում լսեն, որ կարիք ունեն ճանապարհները ուղղելու։ Ապաշխարություն բառ նշանակում է մտքի նորոգություն, որը որ նաև բխելու է ճանապարհի փոփոխությունը, որովհետև մի բան է ուղղակի ես ասեմ, եկեղեցի եմ գալիս, բայց մտքիս մեջ որևիցե փոփոխություն չկա, այլ ճշմարիտ ապաշխարությունը լինում է, երբ որ մտքի փոփոխություն է լինում, մտքի դարձ է լինում, այն նաև ազդելու է ինչի վրա, իմ ընթացքի վրա։ Եվ ասում էր ապաշխարեցեք, որովհետև ինչն է մոտեցել, մոտեցել է երկնքի արքայությունը կամ թագավորությունը։ Կհիշեք Մատթեոս ավետարանչի հիմնական նպատակը որն էր։ Ուզում էր ցույց տալ, որ Հիսուս Քրիստոսը խոստացված Մեսիան է եւ ով թագավորը, ով որ գալու է իր թագավորությամբ։ Եվ այստեղ Մատթեոս ավետարանիչը, գիտեք, քանի անգամ է շեշտում այս արտահայտությունը։ 32 անգամ այս արտահայտությունը քարոզվում է։ Այս արտահայտությունը կա ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Այս նույն քարոզությունը ծավալում էր թե Հիսուս Քրիստոս, այս նույն քարոզությունը ծավալում էր նաև աշակերտները։ Եվ երբ որ ասում ենք թագավորություն, նշանակում է քարոզում էին, ասում էին, որ գալու է թագավորը եւ մենք որպես իր ծառաներ ինչ պետք է անենք, պետք է պատրաստվենք։ Դա թագավորությունը, որը որ լինելու է թե ֆիզիկական հազարամյայի ժամանակ, թե նաև այդ թագավորությունը որտեղ կա, մեր մեջ է։ Մեր մեջ է թագավորությունը։ Երբ որ Տիրոջ թագավորությունը ընդլայնվում է, ինչպես է դա տեղի ունենում հիմա։ Երբ որ մարդիկ դարձի են գալի, ապաշխարում են եւ իրենց կյանքը հանձնում են Տիրոջը։ Հետևաբար, այո, մենք ենք ներկայացուցիչները Տիրոջ թագավորության։ Բայց գալու է ժամանակը, երբ որ Տերը իր ֆիզիկական նաև թագավորությունն է այստեղ երկրից վրա հաստատելու։ Մեր քարոզությունը սա պետք է լինի, սիրելիներ։ Եվ կներեք, բայց մենք չպիտի հարմարվենք մարդկանց ցանկություններին։ Մենք չպիտի քարոզենք այն, ինչ որ մարդիկ են ուզում լսեն, այլ մենք պետք է քարոզենք։ Դարձի եկեք ապաշխարեք, որտեվ այդ օրը մոտենում է։ Որտեվ Տեր Հիսուս Քրիստոս գալու է եւ այս անգամ երբ որ գա, չի խաչվելու, այլ գալու է դատաստանի համար։ Եվ որևիցե մեկը որևիցե պատասխան չի ունենալու Տիրոջ առաջ։ Որտեղ էր քարոզում։ Հարմար տեղ էր գտել քարոզելու։ Անապատում էր քարոզում։ Բայց անում էր այն, ինչի մեջ որ Տերը իրեն կանչել էր։ Սա էր քարոզությունը։ Հետևաբար Աստծո մարդը չի նայելու տեղին, վայրին, չի նայելու իրավիճակներին, շարունակ քարոզելու է Տիրոջ խոսքը։ Մենք որպես Աստծո մարդիկ, եթե լուր ենք, ուրեմն խնդիր ունենք։ Շատ շատեր այս խոսքն են ասում Մայր Թերեզայի անընդհատ կրկնելով, ասելով, դե քարոզեք ձեր կյանքով, եթե հարկն է, նաև բառեր ասեք։ Կներեք, սրա մեջ լուրջ խնդիր կա։ Հավատքը լսելուց է լսելն Աստծո խոսքից։ Բարոյական կյանք շատերը կարան ապրեն։ Շատ իսլամի ներկայացուցիչներ կարան բարոյական կյանք ունենան։ Յովայ վկաներ շատ բարոյական կյանք կարան ունենան։ Մորմոններ կան, որոնք որ բարոյական կյանքով են ապրում։ Բարոյական կյանքը երբեք չի վկայում Տիրոջ մասին, Տիրոջ փրկության մասին, ավետարանի մասին։ Այո, ես չեմ ասում, որ սա պետք չի ու մենք խոսենք դեռևս սրա մասին։ Բայց մենք պետք է ավետարանենք խոսքը, պետք է խոսենք, չենք կարող ուղղակի լուր մնանք, սիրելիներ։ Պետք է խոսենք, ինչքան էլ որ դա վտանգավոր լինի, ինչքան էլ որ դա ընդունելի չլինի։ Հովանես Մկրտչի քարոզության արդյունքը ի՞նչն էր։
Հովանես Մկրտչի քարոզչության վերջնական արդյունքը ի՞նչն էր։ Գլխատեցին, սպանեցին։ Մարդկանց դա դուր չէր գալու, վերջնական արդյունքը սա էր, որ սպանեցին։ Բանտարկեցին։ Եվ այո, մենք էլ դա պետք է շատ հստակ հասկանանք, որ երբ որ կքարոզենք Աստծո խոսքը, գուցե կհալածվենք, գուցե մարդիկ մեզ կանվանեն աղանդավոր, հիմար, չգիտեմ, ցնորված, սա մեր խնդիրը չի սիրելներ։ Սա մեզ երբեք չպիտի կանգնացնի, որտեղ սա է մեր բանական պաշտոնը։ Բոլորով միայն առաջնորդների մասին չի խոսքը գնում։ Ամեն մեկս ունենք մեր շրջապատը, մեր շրջանակը։ Ուրեմն առաջին Աստծո մարդը քարոզում է երկնքի թագավորության մասին։ Երկրորդը Աստծո մարդը կանչվածություն ունի, Աստծուց կանչված է Աստծուց։ Երրորդ համարը կարդանք։ Սա նա է, երբ որ ասում եմ սա նա է, նորից ուշադրություն ինչ ասում դարձնի, որ մենք մեր ուշադրությունը նորից սևեռենք 5 կտականին, որովհետև ահա մարգարեական խոսք է լինելու եւ Մատթեոսը ինչ է շեշտում, որ այն մեկը մասին, որ ասված է, հենց նա է, Հովանես Մկրտիչն է, ում մասին ասվել է Եսայի մարգարեի միջոցով, անապատում կանչողի ձայնն է, պատրաստեք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արեք նրա շավիղները։ Հովանես Մկրտիչը շատ հստակ կանչվածություն ուներ ումից, Աստծուց։ Տերն էր կանչել իրան այդ ծառայության շրջանակում, ձեզ կանչել է Աստված, թե ոչ։ Ամեն մեկից Տերը կանչում է հստակ ծառայության շրջանակում։ Դա չի նշանակում, որ բոլորը պետք է քարոզիչ լինեն։ Դա չի նշանակում, որ բոլորը պետք է ավետարանիչ լինեն։ Դա չի նշանակում, որ բոլորը պետք է կոնկրետ մի ծառայություն անեն։ Ծառայությունները տարբեր են, զանազան են։ Բայց տվողը մեկն է։ Մարմինը մեկն է, ամբողջական է։ Պողոս առաքյալը շատ է խոսել սրա մասին։ Բայց գիտեք, շատ դեպքերում մենք ինչ ենք պատկերացնում, մենք ուղղակի բավարարվում ենք մեր տեղը նստելով։ Բավարարվում ենք խոսքը լսելով եւ նույնիսկ մեզ չել հետաքրքրում։ Տեր, ինչի մեջ ես ինձ կանչել։ Ինչ ես ուզում որ անեմ։ Լավ փրկեցիր, կյանք տվեցիր, հետո որն է կյանքիս նպատակը։ Ինչ շնորհներն ու տաղանդներ ես տվել, որպեսզի ես դրանց մեջ հավատարիմ լինեմ։ Ինչի մեջ ես կանչել ինձ, որպեսզի ես օր-օրի դրա մեջ աճեմ։ Եվ նորից սա պարտադիր չի բեմի քարոզ լինի։ Պարտադիր չի մարդիկ դրա մասին տեսնեն։ Խնդիրը մարդը չի։ Խնդիրը մարդկանց ինչ որ բան ցույց տալը չի։ Խնդիրը իրապես ես սրա մասին մտածում եմ, թե ոչ։ Որտեվ Աստված կանչել է բոլորիս։ Նախ կանչել է փրկության, երկրորդ կանչել է ծառայության։ Եվ դրա համար կարդում ենք Եփեսացիս 4-րդ գլուխ 1-3 համարներում Պողոս առաքյալն ինչ է ասում. Արդ աղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար բանտարկյալս։ Պողոսը երբ որ այս ամեն ինչն ասում էր, նորից ասում էր, տեսեք, Ծաղկաձորի ռեզորտում եմ գտնվում։ Լսել եմ ձեր մասին, զանգել եմ, ասեմ, որ շարունակեք տենց անեք։ Չէ, հարմար տեղ չէր գտնվում։ Հարմար պայմաններում չէր, բանտարկված էր նորից իր կանչվածության համար։ Քանի որ կանչված էր քարոզելու հեթանոսների մեջ, դրա համար էլ բանտարկել էին, ուրիշ բան չէր արել։ Գող ավազակ չէր։ Բայց ասում եմ, աղաչում եմ ձեզ, այն վիճակում, որ գտնվում եմ, աղաչում եմ ձեզ, Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք։ Մեկը պետքա Պողոսին քաջալերի, բանտարկված է, նեղության մեջ է։ Ինքն է քաջալերում, եկեղեցուն ասում եմ, խնդրում եմ ձեզ։ Քայլեք այնպես, ինչպես որ կարգն է։ Քայլեք այնպես, ինչպես որ Տերը ձեզ կանչել է։ Մի ասեք ինչ որ մի բան պակաս է կամ կիսատ է։ Քայլեք այնպես, ինչպես որ Տերը ձեզ կանչել է։ Որի մեջ կանչվել եք ամենայն խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով հոգու միությունը խաղություն պահելով, խաղության կապով պահել։ Տերը ամեն մեկից կանչել է այս միաբանության մեջ Տիրոջը հնազանդվելու, անելու այն ինչի մեջ, որ մեզ Աստված կանչել է։ Ու այդ ամեն ինչը մեզ պետք է խոնարհեցնի, որտեվ կանչողը ով է։
Աստված է եւ մենք ընդհանրապես ծառաներ ենք, Տերն ինքն է որոշում, ում ինչի մեջ կանչի, ում ինչպես առաջնորդի, ում ինչ պարգև ու շնորհ տա։ Մենք ուղղակի պետք է հնազանդվենք։ Սա է մեր կոչումը։ Իսկ մենք շատ անգամներ նորից ուշադրություն չենք դարձում եւ կարամ նույնիսկ ամիսներով, տարիներով եկեղեցում լինեմ, բայց մտքիս մեջ մի անգամ նույնիսկ չանցնի, Տեր ինչի համար ես ինձ կանչել։ Լավ, ընդհանրապես ամեն կիրակի գալու եւ քո առաջ կանգնելու եւ վերջ։ Հասկացեք, սրա մասին չի կյանքը, դրա համար չի մեզ Տերը պահել։ Հեշտ չէ քարոզել միտեղ, որտեղ որ պատրաստ չեն լսել։ Հեշտ չէ քարոզել միտեղ, որտեղ որ մարդիկ մտածում են, որ իրենք դրա կարիքը չունեն։ Բայց ո՞րն է իմ առաքելությունը որպես մարդ։ Ո՞րն է եկեղեցու առաքելությունը։ Ո՞րն է իմ ընտանիքի առաքելությունը Տիրոջ առաջ։ Սա հարցեր են, որի պատասխանը, որ ամեն մեկս մենք պետք է տանք։ Աստծո առաջ։ Նորից այն ինչ որ անում եմ, մարդկանց առաջ չպետք է անեմ, եկեղեցու առաջ չպետք է անեմ։ Որտեվ եթե մարդկանց առաջ եմ անում, եկեղեցու առաջ եմ անում, ճակերտավոր, իրանցից եմ փառքը ստանալու, այդքանով ամեն ինչ ավարտվելու է։ Չեմ անելու այն ինչ որ Տերն է ուզում։ Ուղղակի պետք է Տիրոջ առաջ հնազանդվեմ եւ անեմ այն ինչ որ ինքն է ուզում։ Դրա մեջ է օրհնությունը։ Դրա մեջ է իմ կանչվածությունը լինելու։ Երրորդը Աստծո մարդը խոնար է։ 4-րդ համարը կարդանք։ Եվ ինքը Հովանեսը ուխտի բրդից հագուստ ուներ։ Ուխտի բուրդը կամ ընդհանրապես բուրդ հագած կակ տկլոր մարմնին։ Ցալավել ծակում է։ Այն նույնիսկ բրդից սվիտերներ կա, որ մի փոքր հատված ալնում, ծա ինքը այդքան էլ հարմարավետ հագուստ չի։ Եվ մեջքին կաշվե գոտի, եւ նրա կերակուրը մորեղ ու վայրի մեղր էր։ Տեսեք, հիմա ես նորից չեմ քաջալերում, որ բոլորս գնանք, սենց Մենաստանի նման առանձնանանք, ամեն մեկս մի հատ անապատում, մի չոր տեղում ու սնվենք նման ձևով։ Խնդիրը սրա մասին չի։ Ուղղակի այս ամեն ինչը ցույց է տալի, մատնանշում է, որ Հովանեսը առանձնացել էր ամեն ինչից, որպեսզի կենտրոնանա մեկ նպատակի շրջանակում։ Նրա մեջ, ինչի մեջ, որ Տերը իրան կանչել էր։ Իր կյանքը, երբ որ կարդացինք, տեսնում է, որ ոչ գինի էր խմում, ոչ ցկի էր խմում, ամեն ինչ արել էր, կտրվել էր ամեն ինչից, որովհետեւ որևիցե մեկը հանկարծ ինչ որ բանով չասեր սուրբ կյանք չի ապրում կամ չի կարա մարգարե լինի։ Ամեն ինչ արել էր, որպեսզի մարդկանց առաջ իր փոխանցած քարոզը խոչընդոտ չառաջացնի։ Սա ցույց էր տալի իր խոնարհության մասին, որ ինքը Աստծո առաջ խոնար կյանք էր ապրում։ Այո, թե մեղրը, թե այդ մորեխը բավարար էր կալորականության առումով, որպեսզի ինքը ապրեր, բայց դա այդքան էլ հաճելի ուտելիք չէր։ Վայրը, որտեղ որ ապրում էր, կարար ապրեր, բայց այն վայրը չէր, որ հաճելի էր ապրելու համար։ Մենք շատ անգամներ ասում ենք, միջև էս չլինի, էս բաները չապահովեք, չեմ կարա ծառայեմ։ Միջև աթոռը հարմար չլինի, չեմ կարա գամ խոսքը լսեմ։ Կամ եթե ամեն ինչ չապահովեք, չեմ կարա գամ ծառայեմ, ժամանակ տվեք, մեքենա տվեք, գումար տվեք։ Գիտեք, երբ որ նայում եմ մի փոքր Հայաստանում ծառայությունները, ինչ որ առաջ եղել են, շատ խնդիր եմ տեսել, ինչի, որտեվ 90-ականներին, երբ որ դռները բացվեցին, ավետարանի համար, եկեղեցիների համար եւ եկեղեցիները շատ տեղերից, Եվրոպայից, Ամերիկայից, բավականին շատ մեծ օգնություն մտավ Հայաստան։ Եվ այդ ժամանակվա շատ ծառայողներ շատ վատ սովորություն ձեռք բերեցին, որ օրինակի համար, եթե օգնություն կլինի դրսից, ես կծառայեմ, բայց եթե օգնություն չկա դրսից, դե ոնց ծառայեմ, ախր ոչ մի բան չեմ կարա անեմ։ Մենք թույլ ու տկար ենք ու միշտ այս կարգավիճակում էր հայ եկեղեցին։
Ու պատճառը հանդիսացավ նաև նրա, որ շատ ծառայողներ գայթակղվելով ընկան մեղքի մեջ, ֆինանսների հետ կապված, ամեն մեկը տարբեր շրջանակներում։ Ու համայն այդ չկա Հայաստանում հարանվանություն, որ այս խնդիրը ունեցած չլինի։ Այս ձև սատանան ուղղակի կարողացավ շատ ծառայողների ինչ անի, ուղղակի կոտրի։ Ինչի որտեվ խոնարհություն չունեին, որտեվ վստահություն չունեին Աստծո նկատմամբ։ Մենք ամեն մեկս, երբ որ կանչվում ենք Աստծո կողմից, պետք է հասկանանք մի բան. Տերը երբ որ կանչում է, նաև ինչ է անում, պատրաստում է մեզ, տալիս է ամեն բան, որպեսզի մենք կարողանանք դրանով Տիրոջը ծառայել։ Որևիցե բան չի կարա պատճառ հանդիսանա Աստծո գործի կանգնեցնելուն։ Որևիցե բան չկա։ Նորից գլուխ գովալու համար չեմ ուզում ասեմ, ուղղակի զուտ պարզ օրինակ եմ բերում։ Եղել է դեպքեր, որ ծառայել ենք միասին։ Մեքենա չի եղել, ձյունը եղել կես մետր, ու այդ ձյան միջով գնացել ենք, հասել ենք տեղը, որպեսզի ավետարանը քարոզենք։ Աստված ամեն ինչ ամեն ժամանակին իր պահին տալիս է։ Եթե որևիցե մեկ ասում է, ես չեմ կարող աղոթեմ, որտեվ էսի չկա, այնի չկա, էս, մարդ ուղղակի պատճառաբանություններ է գտնում։ Ուղղակի չի խոնարհվել Աստծո առաջ։ Ուզում է ամեն բան հարմար ձևով լինի, պատրաստի լինի, մենք այդ ժամանակ նոր կգանք ու կքարոզենք։ Ուներ գերբնական ծնունդ, ու այս ծնունդի մեջ կար հստակ ուղղվածություն, ինչպիսի ծառայություն պետք է աներ Հովանես Մկրտիչը։ Մատթեոսի ավետարանում 23-րդ գլուխ 11-ից 13 համարներում կարդում ենք հետևյալ խոսքերը։ Մատթեոս 23 11-ից 13։ Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր ով լինի, սպասավորը լինի։ Հիշում եք Աստծո առաջ Հովանեսը ինչպես անվանվեց, նա մեծ պիտի լինի։ Ինչի հաշվին էր այդ մեծությունը։ Իր խոնարհության առումով, որ խոնար կերպով պատրաստում էր Հիսուս Քրիստոսի ճանապարհը։ Եվ Տերը այս հստակ մարդկային տրամաբանությանը ոչ համապատասխանող կերպով է գործում։ Այնով որ ասում է ձեզանից մեծը ուզում է լինի, ինչ թող լինի, թող բոլորիդ սպասավորը լինի։ Ով իր անձը ինչ անի, բարձրացնի, կխոնարեցվի։ Եվ ով իր անձը խոնարեցնի, կբարձրացվի։ Բայց վայ ձեզ կեղծավորների, դպիրների եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ։ Դուք չեք մտնում եւ փափագողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն։ Եթե այն ժամանակ Հիսուս այս խոսքերն ասեց փարիսեցիներին ու դպիրներին, շատ այսօր եկեղեցիներ նույն կարգավիճակում են գտնվում։ Այն աստիճան են եկեղեցու առաջնորդները բարձր դիր գրավում, որ մարդկանց ուղղակի վանում են, որտեղ մի բանը քարոզում են, մեկ այլ բան ընդհանրապես անում են։ Մի բանը ասում են եւ հակառակ ուրիշ մի բան անում են։ Եվ դրա պատճառով ոչ միայն իրանց շրջանակն են սեղմում, այլև շատերին ուղղակի վանում են։ Պատճառ են հանդիսանում, որպեսզի Տերը Տիրոջ անունը փնովվի։ Ծառայությունը, հովությունը, առաջնորդությունը միմիայն խոսում է սպասավորության մասին։ Սա դիրքի պաշտոնի մասին չի։ Եվ ցանկացած ծառայություն, ինչի մեջ որ մեզ Տերը կանչում է, նա է կանչել մեզ։ Մենք արժանի չենք։ Որևիցե մեկը արժանի չի ինչ-որ ծառայության շրջանակում, ինչ-որ որ մենք անում ենք։ Բայց քանի որ Տերն է կանչել, ողջ փառքը ուղղված է իրեն։ Եվ դրա համար մենք ուղղակի ինչ պետք է անենք, խոնար կերպով պետք է հնազանդվենք։ Եվ վերջացնում եմ 4-րդը։ Աստծո մարդը, ճշմարիտ Աստծո մարդը, լինում է պտղատու։ Կարդանք 5-ից 6 համարները։ Այդ ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմի ամբողջ Հրեաստանի եւ Հորդանանի ողջ շրջակայքի բնակիչները։ Հիմա մի պահ ուշադրություն դարձեք, երբ որ նայենք Հորդանանի ու Հրեաստանի մեջտեղը ընկած էր այդ անապատը։ Եվ անապատ վայրում Հովանեսը քարոզում է ոչ այդքան հաճելի քարոզ, ոչ այդքան հաճելի
թեմաներ, որը որ ականջը չի շոյում։ Տրամաբանությունն ինչ էր ասում, ոչ հարմար տեղ չի, շոկ, հերավորությունը բավականին մեծ եւ քարոզն էլ այդքան էլ հաճելի քարոզ չի։ Մարդկային տրամաբանությունն ինչ ասում, այդտեղ ընդհանրապես որևէ մեկը գործ չել ունենալու, չել գնալու, բայց ինչ են կարդում։ Գնում էին թե չէին գնում։ Գնում էին, որտեվ տեսնում էին, որ ճշմարտությունը քարոզում, որտեվ տարբերվում է փարիսեցիներից ու դպիրներից, որտեվ դպիրներն ու փարիսեցիները նույնպես գեղեցիկ քարոզում էին։ Շատ ճշմարտություններ էին նույնիսկ փոխանցում։ Դրա համար Աստծո խոսքն ասում էր, կամ Հիսուս ինքն էր ասում, իրանց խոսքը լսեք, բայց իրանց ձև մի վարվեք։ Հիմա շատերը կարծում են եկեք փոխենք քարոզը, հարմարավետ դարձնենք։ Այդ ժամանակ ժողովուրդը կգան, բայց խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը հենց խոսքի պարունակության մեջ է։ Երբ որ մենք ճշմարտությունը քարոզում ենք, Աստծո առաջ հավատարիմ ենք, Տերը իր ժամանակին իր մարդկանց բերելու է, ինչպես որ առաջի դարում էր։ Կարանք օրինակը բերենք, ասենք լավ։ Նոյը 100 տարի քարոզեց, ով ապաշխարեց, ով դարձի եկավ։ 0 էր պտուղը։ Չէ, ովքեր ապաշխարեցին, ովքեր հավատացին։ Իր ընտանիքը եւ ընտանիքի շրջանակում, այսինքն տղաները իրանց կանանց հետ։ Սա նույնպես պտուղ է։ Մեզանից մնում է մենք հավատարիմ լինենք, խնդիրը մերը այն չի, որ մենք ծռենք խոսքը, որպես ինչ որ մեկին հաճելի լինի։ Ես կարիքը չունեմ, ոչ միայն կարիքը չունեմ, այլ իրավունք էլ չունեմ խոսքը փոխելու, ծռելու։ Խոսքը փոխանցենք, Տերը պտուղ կբերի։ Պտուղը մեր գործը չի։ Որպես եկեղեցի հավատարիմ մնանք նրա մեջ, ինչի մեջ որ մեզ Տերը կանչել է։ Տերը իր ժամանակին իր պտուղը բերելու է եւ նրա ձեռքով մկրտվում էին Հորդանանում եւ խոստովանում իրանց մեղքերը։ Ուշադրություն դարձեք, մարդիկ գալիս էին, ճշմարտությունը լսում էին եւ ճշմարտությունը լսելով իրական դարձ ապաշխարություն էին ունենում եւ մկրտվում էին։ Այս մկրտությունը այն նույն մկրտությունը չի, ինչ որ մենք ենք մկրտվում։ Հովանեսի մկրտությունը տեսանելի նշանն էր, որ իրենց մեղքերը իրանք խոստովանում են, զղջում են։ Մեր մկրտությունը երրորդության անունով է, որը որ տարբերվում է։ Իրանց մկրտությունը տարբերվում էր, ապաշխարության մկրտություն էր համարվում։ Բայց այնուամենայնիվ մարդիկ գալիս էին եւ մկրտվում էին։ Դրա համար երբ որ փարիսեցիներն ու դպիրներն եկան, իրանց չմկրտեց, ասեց ինչ արեք, պտուղ ցույց տվեք ապաշխարության, որպեսզի հստակ տենամ զղջում դարձ կա թե ոչ։ Ինչ քարոզ ենք մենք քարոզում։ Բավականին տարածություն, ոչ հարմարավետ, բայց այնուամենայնիվ մարդիկ գալիս էին, լսում էին եւ դարձի էին գալի ապաշխարում էին։ Եթե փորձենք ամբողջ Աստվածաշնչով ամբողջացնել Հովանես մկրտչի ով լինելու մասին, կարող ենք 6 բաներ առանձնացնել։ Առաջինը արդեն կարդացինք, որ Հովանես մկրտիչը Սուրբ Հոգով էր առաջնորդվում, կամ Սուրբ Հոգով էր լցված, դա նշանակում է ինչ, որ իր ընթացքը, իր քայլերը, իր խոսքերը առաջնորդվում էին Սուրբ Հոգու կողմից։ Երկրորդը հավատարիմ էր Աստծո խոսքին մինչև կյանքի վերջ։ Նույնիսկ թագավորին որոշ հարցերում հանդիմանեց։ Մինչև կյանքի վերջ չծռեց Աստծո խոսքը, ճշմարտություն էր քարոզում, ինչքան էլ որ դա հաճելի քարոզ չէր։ Երրորդ, հեռու էր մնում ամեն տեսակի մեղքից եւ ապրում էր լքված կյանքով, այսինքն լիարժեք կերպով նվիրվել էր Աստծուն ծառայելուն։ Չորրորդը խոնար էր իր ծառայության մեջ։ Չէր ասում ես եմ, այլ կհիշեք նույնիսկ Հովանեսն ասեց, պետք է որ ես ինչ անեմ, ցածրանամ եւ Հիսուս ինչ լինի, բարձրանա։ Նույնպես եւ մենք պետքա մեր ծառայության շրջանակում Արտուրը պետքա խոնարհվի եւ Հիսուսը պետքա բարձրանա։ Ամեն մեկը ձեր ծառայության շրջանակում դուք պետքա ինչ անեք, ցածրանաք, որպեսզի Տերը բարձրանա։ Սա է մեր կանչվածությունը, այն ինչ որ Հովանեսն էր անում։ Հինգերորդ, խիզախությամբ էր քարոզում Աստծո խոսքը, չէր վախենում մարդկանցից, չէր վախենում ինչ են ասելու։
Մենք այնքան ենք վախենում, այնքան ենք սարսափում, որ հանկարծ կիրակի օրով մեկը հանկարծ չհարցնի, էլի ուր ես գնում։ Ես ես ստիպած կամ պետքա խաբեմ, կամ էլ եթե ասեմ եկեղեցի, մա պետքա դնեմ բացատրեմ, թե ինչ եկեղեցի, որտեղ, ինչու եմ ամեն կիրակի գնում։ Կամ նույնիսկ չեմ էլ ուզում, որ հարևաններս հանկարծ իմանան, որ ես հոգևոր եմ։ Խիզախությամբ էլ քարոզում։ Մինչև հիմա գնաց։ Եվ վերջինը չեր դադարում ուղղորդել մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը, դեպի ճշմարտությունը։ Կյանքի նպատակ էր արել։ Ինչ որ ասում էր, ինչ որ անում էր, կյանքում ուներ մեկ նպատակ՝ ուղղորդել մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը։ Սա էր իր կյանքի ծառայությունը, եւ իրականում դա էլ մեր ծառայությունն է որպես եկեղեցի։ Ինչպես որ Հովիկ եղբայրս ասաց, մենք լույս չենք։ Մենք ինչ ենք անում, մարդկանց ուղղորդում ենք դեպի լույսը։ Մեր մեջի լույսը Քրիստոսից է գալի, մենք լույսը չենք։ Ուզում եմ վերջացնեմ Սաղմոս 1-ով, Սաղմոս 1-րդ համարը։ Այս Սաղմոսը շատ եմ սիրում։ Սաղմոս 1:3 Այն մարդը, որ ասում է արդարին նկարագիրն է տալի, ով որ Աստծո խոսքի մեջ է, գիշերը ու ցերեկ քննում է Աստծո խոսքը, տեսեք ինչա որպես պտուղ կամ ինչպիսին է իր կյանքը լինելու։ Երրորդ համարը։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է։ Տեսել եք մի քիչ չոր տեղ, որտեղ որ ջուր է հոսում։ Նկատել եք ջրի այդ կողմերը կանաչ են, չէ՞։ Ու բուսականություն այդ կողմը կա, մնացած տեղը չոր ու ցամաք է, բայց այդտեղ կանաչ կա, այդտեղ կյանք կա։ Հիմա ուշադրություն դարձեք, ասում է նա այս հոգևոր մարդը, այս արդար մեկը, ով որ Աստծո խոսքի մեջ է, Աստծով է քայլում, ինքը ասում է նման է այդ ջրի հոսանքին մոտ տնկված ծառի պես, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին։ Այսինքն ինքը խնդիր չունի, երբ որ պահը հասունանում է, ինքը իր պտուղը տալիս է, ինքը որևիցե բանի կարիք չունի։ Եվ նրա տերևը թառամելով չի թափվում, եւ ամեն ինչ որ անում է, ինչ է լինում, հաջողվում է նրան։ Սա կյանքի մեջ հաջողություն ստանալու մասին չի, բախտավոր լինելու գաղտնիքը չէ։ Սա Աստծո գործի մեջ է ասում։ Աստծո գործի մեջ, այն որ Աստծո խոսքի մեջ է, ով որ Աստծո մեջ է, ով որ ճշմարիտ Աստծո զավակ է, այդ մարդը նման է այդ ջրի մեջ տնկված մեկին ծառին, որ իր պտուղը տալիս է, որ ամեն ինչ որ անում է Տիրոջ կամքի համաձայն, Տերը այդ ամեն բան ինչ անում, հաջողեցնում է։ Մենք պետք է լինենք այդ օրինակը, լավագույն օրինակը Տիրոջ մարդկանց, Աստծո մարդկանց, որտեվ եթե նման բնութագիր ունեցանք մեր կյանքում, կլինենք ճշմարիտ ուղղորդողներ ոչ թե դեպի մեզ, այլ դեպի Հիսուս Քրիստոսը։ Ու դրա մեջ նորից Տերը կփառավորվի, մեր Թագավորը կփառավորվի։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս իրապես, որտեվ դու արժանի ես ամեն փառքի։ Աղոթում եմ ով Հայր, որ ներես մեր մեղքերը եւ օգնես, որ մեր կյանքում ինչ որ անենք, Տեր, խոսենք ճշմարտությունդ, խոսենք խոսքդ։ Շատ հստակ հասկանանք, պատկերացնենք այն կանչվածությունը, որ քեզանից ունենք, Տեր, եւ քո կոչումին հնազանդ լինենք, Տեր Աստված, հավատարիմ լինենք։ Մեր կյանքում խորար կերպով օրինակ ծառայենք, Տեր Աստված։ Ոչ թե ձևական խոնարհություն լինի, այլ իրական խոնարհություն։ Հասկանալով, որ Տեր, մենք պետքա ցածրանանք եւ դու պետքա բարձրանաս, Տեր։ Հասկանանք, որ այս ամենը մեր մասին չէ, այլ քո մասին է, Տեր Հիսուս։ Որտեվ դու ես արժանի ամեն փառքի, որտեվ դու ես Տերը ու Թագավորների Թագավորը, որտեվ ամեն բան պատկանում է քեզ, Տեր, եւ մենք ընդհանրապես քո ծառաներն ենք, Տեր։ Եվ գիտենք, որ եթե հավատարիմ եղանք, եթե քայլեցինք այնպես, ինչպես որ դու ես կամենում, Տեր, մեզ կդարձնես պտղատու քո անվան ու փառքի համար, Տեր։ Որ այն ամեն ինչ որ կանենք, կփառավորի քեզ մեր ողջ կյանքում։
Ուստի դու ողորմիր Տեր Աստված։ Ների որ շատ անգամներ տկարանում ենք։ Ների որ շատ անգամներ Տեր Աստված ուշադրություն չենք դարձնում այն խոսքին, որը որ դու մեզ փոխանցում ես, Տեր։ Ների որ շատ անգամներ Տեր Աստված մեզ վեր ենք դասում։ Օգնի որ խոնար կերպով գանք քո առաջ եւ քեզ փառավորենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Ինչպես որ դա արեցին քո առաքյալները, որոնք որ մինչև հիմա հավատարիմ եղան քեզ, Տեր, որպես եկեղեցի դու էլ մեզ հավատարիմ դարձրա ու դու փառավորվիր Հիսուսի սուրբ անունով, ամեն։